Ընտիր օրենքներ ունենք։ Դատարանները սակայն այնպիսի վճիռներ են կայացնում, որ շատ գործեր գնում են Եվրադատարան։ Այս պրակտիկայի վերջ տալու ոնց է գալու ըստ ձեզ։ Ձեր հարցը շատ ընդհանուր էր, շատ գլոբալ էր եւ շատ եւ արդիական միաժամանակ եւ մեկ, այսպես ասած, արտահայտությամբ կամ մեկ բացատրությամբ լուծել եւ հիմնավորել հնարավոր չի, բայց ես ասեմ, հիմնական խնդիրը ցանկացած մեր նման երկրում դա բազմաթիվ անգամ ենք ասել, ոչ միայն ես, դա օրենքների կիրառության խնդիրն է։ Մենք հիմա խոսում ենք հենց այսօր էլ եւ ընդհանրապես լավ օրենք, չէ, կատարյալ օրենք ունենալ եւ այլ, եւ թվում է թե դա հարցի լուծման կամ արդյունավետ օրենքի աշխատանքի գրավականն է։ Կարևոր հարց է իհարկե կամ կարևոր պայման է, բայց ոչ միակը եւ ես կարծում եմ ոչ ծանրակշիռը։ Լավ օրենք ունենալը դեռևս շատ քիչ է, որպեսզի մենք ունենանք դրա արդյունավետ կիրառություն։ Դրա համար պետք է ունենանք կիրառող արդյունավետ իր բոլոր ատրիբուտներով, այսինքն գիտակից, որակյալ, լավ քաղաքացի, պարկեշտ, ամեն ինչ։ Եվ դա էլ բավական չի, որպեսզի այդ օրենքները կիրառվեն։ Պետք է լինի նաև լավ կիրառվող, այսպես ասած, հասարակություն, որը նման պահանջ կներկայացնի, որ օրենքը պետք է կիրառվի։ Խոսքս չի վերաբերվում 1-2 դժգոհ, այսպես ասած, պլակատներով տարբեր ատյանների մոտ կառավարության շենք, նիստի օրերին կամ դատախազություն կանգնած պահանջում ենք արդարություն։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը հանրային պահանջմունքի մասին է, պահանջարկի մասին է։ Հանրային պահանջարկ եւ արդարադատության նկատմամբ, եւ լավ կրթության նկատմամբ, ես էլ իմ ոլորտն եմ ես գալիս։ Եթե կդինի հանրային պահանջ, իսկ հանրային պահանջով կարող է ձևավորել բնականաբար քաղաքացիական հասարակությունը։ Այսինքն, քանի դեռ մեր երկրում այդ հասարակությունը իր որոշակի բարձր իրավագիտակցության մակարդակով, իր մնացած անհրաժեշտ պայմաններով չի ձևավորվել որպես քաղաքացի եւ միություն, այսպես ասած, մենք ունենանք ձեր ասած խնդիրները միշտ։ Այսինքն օրենքի ոչ ճիշտ, ոչ դիտավորելա թե անզգուշաբար դա այդքան կարևոր չի, որտեղ կարող է չտիրապետի ոլորտին ընդունենք կիրառողը եւ ոչ որակյալ իր լիազորությունները իրացնի եւ արդյունքում ունենանք ոչ օբյեկտիվ վերջնական որոշում, չէ, դատավճիռ, վճիռ եւ այլն։ Եվ կարող է դա դիտավորության պարվի, կարող է տարբեր նկատառումներով քաղաքական, տնտեսական, բարոյական, միջանձնային տարբեր առումներով կարող ենք ստանալ այն վերջնական որոշումները, դատավճիռ, վճիռ, որոնք հետո կարող են բողոքարկվել Եվրոդատարան։ Այսինքն այսօր մեր դատավորները շատ դեպքերում, չընդհանրացնենք բոլորի վրա, նմանատիպ դեպքերում, երբ որ գործերը հասնում են Եվրոդատարան, այդպես է ավարտվում, քանի որ հանրային պահանջ չկա, թե նրանց իրավական, գիտակցական մակարդակը կամ քաղաքական պատվերներ են լինում։ Մի առանձնացրեք, խնդրում եմ, դրանք բոլորը միասին են դիտարկվում։ Հանրային պահանջ, ես ասում եմ, դա կիրառվողի առումով, որտեղ պարտադիր պայման է, որպեսզի գիտակից մյուս կողմից չենք բացառում, ոչ թե չենք բացառում, պարտադիր ենք համարում համապատասխան գիտելիքներով օժտված, պարկեշտ, համապատասխան իրավագիտակցության մակարդակով օժտված քաղաքացի սուբյեկտ, դատավոր, որը ինքը պատրաստ է գործել օրենքի շրջանակներում եւ կարող է գործել, այսինքն ունի մտավոր կարողություն, որոշակի պրոֆեսիոնալիզմ եւ որպես քաղաքացի։ Մյուս կողմից, այս պայմանը եթե մենք ապահովում ենք, գալիս է երկրորդը։ Եթե երկրորդը չկա, այդ պահանջարկը, ուրեմն այս խելոք դատավորը, խելացի, ինքը կարող է որոշակի պայմաններում շեղումներ թույլ տալ։ Իսկ եթե երկուսը միասին ենք դիտարկում, այդ թվում նաև շատ են հաճախ են օգտագործում, չէ, քաղաքական կամք, չի, քաղաքական կամքը թելադրվում է այս երկու իմ կարծիքով, այսպես ասած, հանգամանքների արկայության, եթե միասնության պարագայում։ Եթե կա ցանկություն եւ հնարավորություն կիրառելու եւ կա այդ դրա արդյունքի նկատմամբ հանրային պահանջ։ Ձեր կարծիքով պետությունն ինչ պետք է անի։ Լավ, շատ դեպքերում իշխանությունը ասում է, որ զանգում դատավորին ասում է, այս վճիռը կայացրու, այն վճիռը։ Այդ դեպքում դատավորը ինչ անի, լավ։ Բայց ես միջև նույն բանի մասին ենք խոսում։ Եթե մենք կարողանում ենք ապահովել մի կողմում այդպես ունակ եւ ցանկացող, ունակ նկատում ունեմ որոշակի պրոֆեսիոնալ մակարդակ, գիտելիքներ ունեցող եւ կարողացող որպես մարդ, որպես քաղաքացի։ Դուք կտրում եք իրարից բոլորը։ Ուրեմն եթե կա հանրային պահանջ, նույն ձեր ասած իշխանավորը
կամ ով որ նման լիազորություն է իրեն վերապահում, այս հեռախոսային իրավունքի մասին է խոսքը։ Ինքը արդեն մի քիչ կմտածի, եթե ոչ շատ, իսկ կարող եմ ես արդյոք, որովհետև իր խոսքը կարող է նաև չանցնել, որտեղ հանրությունը չի հանդուրժի։ Հանրությունը բացի արդարադատությունից մեծ հաշվով ուրիշ որոշում չի հանդուրժում։ Հանրությունը բացի նորմալ լավ մասնագետից, կադրից, շրջանավարտից ուրիշ մասնագետ չի հանդուրժում, ոչ չի հանդուրժում։ Ընդհանրապես աշխատանք չի գտնի այդ մարդը, որոնց ստիպված ինքը պետք է կամ լավ սովորի, լավ մասնագետ դառնա կամ չպետք է սովորի։ Պարոն Ղազարյան, վերջին հարցս է։ Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետությունը տասնյակ հազարավոր եվրոներ է վճարում եվրադատաներում վճռների համար։ Այսպիսի կարծիքներ են հնչում, որ յուրաքանչյուր դատավոր պետք է ինչ-որ պատասխանատվություն կրի։ Քրեական, գումարային եւ այլն իր կայացած վճռերի հետևանքով այդպիսի վնասի համար, հա, ձեր կարծիքը։ Դա առաջին, այդպես ասած, արձագանքը կամ ռեակցիան է նման վճիռների պետության հարկատուի կողմից, առաջին հերթին, որը բայց շատ մակերեսային մոտեցում է։ Ուրեմն շատ ավելի խորն է խնդիրը, պետություն դու երաշխավորել ես այդ դատավորին, ընտրել ես, անցել է բոլոր քո նախանշած այդ աստիճաններով եւ դարձել է դատավոր, վստահել ես պատասխանատու նրա արածի համար։ Դա քո խնդիրն է, դրա համար դուք երևի նկատել եք ցանկացած դեպքում քաղաքացին ընդդեմ պետության է, այլ ոչ թե ընդդեմ ինչ-որ դատավորի։ Պետություն քո խնդիրն է, նրա դու ինչ կանես, բայց նրանից հակընդդեմ հայցով չես կարող այդ գումարը ստանալ։ Որակյալ չի, պրոցեդուրաներ կա, դու կարող ես նրան հետկանչման խնդիր, կարգապահական պատասխանատվություն եւ այլն, եւ որպես կանոն նման դեպքերում, եթե դատավորի վճռի արդյունքում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այլ վճիռ կայացնում պետության դեմ, այդ դատավորի հարցը քննարկման ենթակա է արդեն կարգապահական մակարդակով։ Ձեր ասած քրեական պատասխանատվությունը դա արտահայտության դեմ ուղղված հանցագործություն է, որը օրենքով նախատեսված է, եթե դիտավորությամբ դատավորը կատարում է ներառակ, որը ընկնում է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի շրջանակներում կամ նախատեսված է, ուրեմն կենթարկվի քրեական պատասխանատվության արդարադատության դեմ ուղղված հանցագործության համար։ Իսկ եթե նրա վճիռը դիտավորյալը քրեականը, իսկ եթե այո, դա կատարվում է այլ նկատառումներով եւ ոչ դիտավորյալ, ինչ որ նախատեսված է քրեական օրենսդրությամբ, ուրեմն այստեղ արդեն ցակում է պատասխանատվության այլ տեսակների հարցը, ընդհանուր միջև հետկանչման այդ պրոցեդուրան նախաձեռնել է։ Կարգապահական պատասխանատվության այլ, որը դատական օրենսգրքով նախատեսված է։ Բայց ոչ երբեք նույն այն տուգանքը, որը դատարանը որոշել է Եվրոդատարանը պետության դեմ, պետությունից գանձման, նայել հետո դատավորից վերցնի։ Այստեղ շատ մակերեսային է այդ մոտեցումը։ Պարոն Ղազարյան, ընտրական օրենսգրքի շուրջ դուք եք չէ աշխատել, դատական չեք աշխատել, բայց տեղյակ եք չէ որոշակի դատական իշխանության վերաբերող հոդվածներին։ Խոսքը վերաբերում է ինչի մասին որ խոսում էին, այդ որոշակի չհաստատված տեղեկությունների, խախտումների համար քրեական պատասխանատվության մասին, տեղեկությունների։ Այո, տեսեք, ընտրական օրենսգրքում այսպիսի հետևյալ նորմը կա։ Չէ, մի հատ հարցը տամ դուք տեսեք, հա։ Հետևյալ նորմը կա։ Եթե ես հայտարարում եմ, որ կոնկրետ X անձնավորությունը ընտրակեղծիք է կատարել եւ չի եւ չեմ կարողանում ապացուցել, ինձ դատում են։ Դա ճիշտ է թե չէ։ Դուք էլի խիստ մակերեսային մոտեցում եք դրսևորում։ Եթե մենք նայենք ընդհանուր իրավունքի տեսանկյունից, ամեն մի հայտարարություն, ասենք, եթե դա զրպարտության տար է իր մեջ բովանդակում, դա որոշակիորեն պատժելի է։ Բայց եթե խոսք վերաբերում է տվյալ դեպքին, այդ ապացուցելը ես տալիս եմ, ասենք, քաղաքացի եմ, ահազանգում եմ, առիթն եմ տալիս հանցագործության կատարման, համապատասխան պատկան մարմինները պետք է պարզեն։ Իրոք դա այդպես է թե ոչ, եթե պարզվի, որ ես իմանալով հանդերձ, որ նման բան չկա, դիտավորյալ մարդուն մեղադրում եմ կատարած հանցագործության մեջ, բայց դա պետք է պարզի իրավապահ մարմինը իր համապատասխան քննության արդյունքում, ոչ թե պատասխանատվությունը ապացուցման դրվի քաղաքացու վրա, գնա ապացուցի, որ դա եղել է։ Ես ձեզ ասում եմ, այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ տեղում, ինչպես որ ընդհանրապես ոնց են դիմում հանցագործության մասին, չէ, հաղորդումները, ինչպես է օրենքով նախատեսված, որի արդյունքում արդեն համապատասխան մարմինը ում որ դիմում են, եթե առիթը իր մեջ պարունակում է բոլոր, այսպես ասած, օրենքով նախատեսված պայմանները, այսինքն անանուն չի եւ այլն։ Այդ դեպքում այդ մարմինը պետք է ստուգի այդ առիթը, եթե համապատասխան հիմքեր հայտնաբերի, գործի հարուցում եւ քննում է։ Սա էլ նույն վիճակն է։ Եթե չի հայտնաբերվում եւ շատ դեպքեր են հնարավոր։ Դա եթե չի դիտարկվում կամ չի հիմնավորվում, որ այդ անձը դիտավորյալ զրպարտել է անձին, նրան մեղադրել է հանցագործության կատարման մեջ, որը նույնիսկ մեղադրյալը իրավունք չունի։ Մեղադրյալն ինքը իրավունք ունի կեղծ ցուցմունք տալու, չէ՞։ Իրավունք ունի ցուցմունք չտալու, բայց իրավունք չունի ուրիշին մեղադրելու հանցագործության կատարման մեջ անհիմն։
դա արդեն պատժելի է քրոեն, այնտեղ սա էլ դա այդ դեպքերից մեկն է։ Դու իրավունք ունես, կարող ես եւ նաեւ տպավորությունը քո մոտ այնպեսին է, որ այո, հանցագործություն է կատարվում, բայց իրականում բարձում է որ չի կատարվում։ Այսինքն քեզ դրա համար պետք է Ոչ, իհարկե, խոսքը վերաբերում է, եթե դիտավորյալ ես գիտեմ, որ ոչ, չի եղել, բայց դիտավորյալ ես անձին մեղադրում եմ հանցագործության կատարման մեջ։ Այդ դեպքում արդեն պատասխանատվության ենթակա ես ոչ միայն ընտրական, այլ նաեւ ընդհանրապես այլ դեպքերում։ Եթե չէ, բայց այո, եթե դու մեղադրում ես անձին հանցագործության կատարման մեջ դիտավորությամբ, այսինքն իրականում այդպեսին իմանալով, որ այդպեսի բան չկա։ Իմանալով, այսինքն դա պետք է արդեն հիմնավորվի։ Դու դարել ես անզգուշաբար, դու դարել ես թյուրիմացության մեջ գտնվելով, թե դու դիտավորյալ ես անձին մեղադրում, իմանալով, որ նա նման հանցագործություն չի կատարել։ Բայց այդտեն իրավապահ մարմնի բարձելու խնդիրն է։ Եղավ, անչափ շնորհակալ եմ։